Ողջույն։ Օրինակ դուք ինչ եք կարծում, դուք ինչ միրգ եք։ Ասեք, ինչ եք կարծում։ Ինչ։ Չէ, դուք խնձոր եք։ Իսկ դուք ինչ եք կարծում, դուք ինչ միրգ եք։ Չէ, դուք լիմոն եք։ Հաճելի չէ, ժողովուրդ։ Այ մոտավորապես sense խոսակցության ես էլ եմ բախվել տարիներ առաջ, երբ մասնագիտական կողմնորոշման ամենաբարդ փուլում էի։ Եկեք իրար հետ պատկերացնենք։ Ես շատ փոքր տարիքում երազում եմ դառնամ գրաֆիկ դիզայներ ու իմ բոլոր քայլերը ուղղված են դեպի այդ։ Այսինքն նայում եմ հայտնի համաշխարհային հայտնիություն ունեցող դիզայներների, փորձում եմ կրկնօրինակեմ իրանց ու երազում եմ, որ օրերից մի օր ես էլ դառնամ իրանցից մեկը։ Այդ ժամանակ եթե տեսնեիք իմ սենյակի կահավորումը անգամ կրկնօրինակում էր դիզայներներին։ Չգիտեմ, սեղանիս դասավորվածությունը ամեն ինչով ես կրկնօրինակում էի ու իմ այն ամենամեծ նպատակն էր, որ ես մեծանամ դառնամ դիզայներ։ Տարիներն անցան, ես մեծացա ու արդեն եկավ հենց այդ շրջանը, որ ես պետք է ընտրություն անեմ, ու ինձ թվում է այս պատմությունից հետո բարդ չէր լինի, չէ՞ կռահել, թե ես ինչ եմ ուզում դառնամ, ինչ կընտրեի։ Եկեք մի հատ ծափով հասկանանք, հասկացել եք, թե չէ։ Okay, մերսի շատ։ Այո, բնականաբար ես ընտրեցի գրաֆիկ դիզայնը ու ուզեցա շարունակեմ գրաֆիկ դիզայնով։ Մի հատ եկեք պատկերացնենք էլի, ես այդ մանկությանս նպատակը, երազանքը լինում ու արդեն աշխուժ ուրախ, ուզում եմ ամբողջ աշխարհին պատմեմ դրա մասին, որ ժողովուրդ նպատակը եղել է, վсё։ Ու գնում եմ բնականաբար հարազատներից եմ սկսում ու գնում եմ պատմում եմ աշխուժ, չեք պատկերացնի երազանքը եղել է, նպատակը եղել է, ընդունվել եմ, հեսա սովորելու եմ ու գիտեք ինչ պատասխան եմ ստանում։ Տղա ջան, գժվել ես, գրաֆիկ դիզայներ, մի հատ նորմալ մասնագիտություն չկա գնաս սովորես, այդ ինչ այդ вообще տղու մասնագիտություն չի, վсё էլ չեմ ուզում քեզ լսեմ։ Այս խոսակցությունից հետո բնականաբար ես փակվում եմ իմ մեջ, ու էլ չեմ ուզում խոսամ զուտ այդ մարդկանց հետ, որովհետև չեն ընկալում ինձ։ Զգացիք չէ՞ ոնց էմոցիաներս միանգամից կտրվեց։ Եկեք հիմա մի հատ ուրիշ պատմություն ձեզ պատմեմ, ներկայացնեմ։ Այս պատմությունը փոքր երեխայի մասին է, ով որ դպրոցից տուն գալուց իր ընկերների հետ բարձրանում են ավտոտնակների տանիքներին ու սկսում են վազվզել, թռվռալ ու պատկերացնում են, որ իրանք սուպեր հերոսներ են։ Այս sense աշխուժ պատկերացրեք էմոցիաներով գնում են տուն ու մամ, պապ, չեք պատկերացնում, մենք սուպեր հերոսներ էինք, բարձրացել էինք տանիքներին, թռվռում էինք, վազում էինք, բռնոցի էինք խաղում, sense էմոցիաներով աշխուժ պատմում են ու մաման ու պապան, բա որ ընկնեիք մի բան լիներ, բա որ ոտը ջարդեիր, բա որ ձեռը ջարդեիր, բա որ ծուր ոտերով մեծանայր։ Ու այդտեն շարունակում են ու էլի էմոցիաները չի ընկալվում ու էլի կտրվում է իրանց էմոցիաները։ Տեսեք, առհասարակ հաղորդակցման մի քանի տարբերակ կա։ Առաջինը այդ զուտ ինֆորմացիայի փոխանակումն է, իսկ երկրորդը այդ ընկալումն է ու ապրոմակցումը։ Ինֆորմացիայի փոխանակումը նույնպես ունի մի քանի էտապ։ Առաջինը այդ, որ մենք ստանում ենք ինֆորմացիան ու տալիս ենք դրան մեր գնահատականը։ Կոնկրետ իմ դեպքում ես ասացի, որ ուզում եմ դառնամ գրաֆիկ դիզայներ, ինձ ասացին, որ այդ նորմալ չի, այդ սխալ է, այդ ճիշտ չի, ու այդ ընդհանրապես տղու չի։ Հետո փորձում ենք մենք բոլորս տալ այդ պատմության մեր տարբերակը։ Այսինքն պատմությունը վերցնում ենք, հիշում ենք մենք ինչ ունենք նման ինչ-որ բան, ու մեր դիմացինին կարելի ասել փորձում ենք իր վզին փաթաթել այդ պատմությունը ու փորձում ենք մերը ներկայացնել։ Ու անընդհատ, եթե նկատեք, մենք մեր դիմացինի խոսակցության մեջ ինչ-որ բաց մաս ենք ման գալիս, որ մերը դնենք հենց այդ պատմության մեջ, որ մենք էլ խոսենք։ Ու ամենավերջի փուլը, ամենավերջի էտապը, այդ բոլորիս ամենասիրված էտապն է, ինձ թվում է բոլորդ էլ կհամաձայնվեք իմ հետ, այդ խորհրդի էտապն է։ Երբ որ ասում ենք այ այն ժամանակ որ տենց չաներ, հիմա այսօր տենց չի լինի։ Ինձ թվում է բոլորդ էլ արել եք, չէ՞ տենց բաներ։ Այ դա խորհրդին է, բայց մենք շատ հաճախ չենք ուզում հասկանանք, որ մեր դիմացինը մեզնից խորհուրդ ընդհանրապես չի ուզում։ Իրան պետք չէ, իրան պետք է ուղղակի մարդ, ում հետ կկարողանա կիսի իր ապրումները։ Ու հենց արդեն գալիս է այդ ապրոմակցումը, բայց ապրոմակցում ոչ թե ոչ մեղք ես, խղճում եմ քեզ, ինչ որ տես բաներ, այլ մենք մտնում ենք մեր դիմացինի դրության մեջ։ Օրինակ իմ դեպքում, երբ որ ես ասացի ուզում եմ դառնամ գրաֆիկ դիզայներ, չեք պատկերացնի, երևի ես ակնկալում եմ ինչ որ լուրջ գրաֆիկ դիզայներ, շատ լավ է, փորձի, մենք էլ քեզ ինչով կարողանանք օգնենք, ինչ որ տես մի բան։ Բայց ես ստացա այն, ինչ որ ստացա, արդեն դուք եք տեղյակ դրանից։ Մանկական տրավմա է այս ամեն ինչի հետևանքով գալիս, կարելի ասել ինչ որ չափով։ Երբ որ չէին ընկալում ձեզ, երբ որ ձեր էմոցիաները չեն կիսում ձեր հետ, ձեր մեջ ձևավորվում է մի հատ շատ վատ բան, որ մենք այլևս չենք ուզում շփվենք ինչ-որ մեկի հետ։ Ինձ թվում է մեծերը շատ են, չէ՞, բախվել, օրինակ մետրոյում կամ չգիտեմ ինչ-որ ռեստորանում, որ երիտասարդները ուղղակի չեն ուզում ձեր հետ կոնտակտի դուրս գան ու չեն ուզում շփվեն ձեր հետ։ Չգիտեմ, հարց եք տալի չեն պատասխանում կամ ուղղակի չեն ուզում խոսան։ Նու ինձ թվում է եղել է, չէ՞, բախվել եք։
Այդ ամեն ինչը շատ փոքր տարիքից է գալիս ու ոչ բոլորս ենք այդ նկատում, շատ մեծեր չեն նկատում։ Այն էմոցիաները, որ մենք չենք կիսվում իրանց հետ, իրանք ավտոմատ սկսում են մեզնից հեռանալ, այդ ապրոմակցումի պակասից շատ խնդիրներ են առաջանում։ Օրինակ, այս նույն երեխան, այն որ պատմեցի, մեծանում է, ընդունվում է աշխատանքի, գնում է գործի, գալիս է տուն, մետրոյի մեջ ոչ մեկ չի շփվում, գործի տեղը ոչ մեկ չի շփվում, գալիս է տուն, ծնողը հարցնում է, բալես, ինչ կա գործի տեղը, ինչ նոր բաներ ա եղել։ Երեխան ասում է, ինչ պետք է լինի, որ ոչի բան, աշխատել ենք, տուն ենք եկել, բայց միևնույն ժամանակ ինքը գնալով իր սենյակ դուռը փակում է, զանգում է իր մոտ ընկերներից մեկին ու սկսում է աշխուժ պատմել, գիտես, այսօր թազա ինչ-որ բան ենք սովորել, ինչ-որ նոր ապրանք ենք ստացել, չգիտեմ, նոր մարդկանց հետ եմ ծանոթացել։ Այդ ամեն ինչը գալիս է չլսելուց դեռ մանկուց։ Եկեք պատկերացնենք, թե մենք ինչքան հաջողակ դիզայներներ կունենայինք, եթե իրենց ծնողները իրենց լսեին ու ընկալեին դեռ փոքր տարիքում։ Ինչքան հաջողակ սպորտսմեններ կունենայինք, ինչքան չեմպիոններ կունենայինք, եթե իրենց մարզիչները իրենց ընկալեին ու ապրոմակցեին դեռ շատ մանկուց։ Ու ինչքան հաջողակ մարդիկ կունենայինք, եթե իրենց ընկալեին, այլ ոչ թե միայն լսեին։ Վերջում, որպես իմ ելույթի եզրափակում ցանկանում եմ ձեզ մի բան ասել։ Սա Ռիչարդ Բրենսոնի խոսքերն են։ Ոչ ոք երբեք ոչ մի նոր բան չի սովորում, միայն ինքն իրեն լսելով։ Շնորհակալություն շատ ինձ լսելու համար։